Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 21-ն է 2026 թվական։ Տեսնենք Հայաստանի հետ կապված ինչ ենք լսում դրսից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է։ Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ, հատկապես հաշվի առնելով, որ այսօր որոշակի պատճառներով նավթամթերքի արտահանման և մեկնաբանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ադրբեջանի տարածքից Հայաստան տարանցիկ բեռների ուղարկումը լայն տարածում է գտել։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով անցել է ավելի քան 40,000 տոննա բեռ, մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ, հայտարարել է Ալիևը։ Վերջից գանք, այսինքն խաղաղություն Ադրբեջանն է առաջարկել, Հայաստանը համաձայնվել է։ Խաղաղության աղավնին պարզվում է Ալիևն է, այդ որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության սրտիկներն արած, այդ Ալիևի սրտիկներն էր, իմանանք, բայց հարցը դա չէ։ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ներկայացնում է, որ տեսեք Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը լուծել է Ադրբեջանը, մանավանդ տեսնում եք ինչ լարված խառը իրավիճակ է։ Հարց է ծագում, այն որ հիմա լարված խառը իրավիճակ է, այդ գիտենք, բայց դրանից առաջ Հայաստանը պետք է այլընտրանքային ուղիներ որոներ, որ եթե խառը իրավիճակ լիներ, ինքը իմանար ինչ է անում։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը երբ որ սահմանափակումներ մտցրեց ու սանկցիաներ մտցրեց Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ, սննդարդյունաբերության ապրանքների նկատմամբ, այդ ժամանակ մենք տեսանք, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ Եվրոպայի հետ աշխատելու, անգամ փաստաթղթային ու լոգիստիկ խնդիրները լուծված չեն, անգամ արդյունավետ ճանապարհային երթուղիների հարցը լուծված չէ։ Բա ինչու ենք մենք այդպես անպատրաստ, երբ որ տարիներով խոսում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու, երբ որ պարբերաբար խոսում ենք Եվրոպայի հետ ճանապարհ, մանավանդ որ ասեմ, իշխանություններն էլ են դա ասել, գիտենք որ չեն անում, բայց գոնե ասել են, այդ ձևի համար գոնե այդ թղթերի հարցը լուծեին, բայց ստացվում է այնպես, որ հիմա փրկիչը Ալիևը մեզ փրկել է, մեր ծանր ժամանակ մեր կողքին է կանգնել, դե ինչպես կարելի է դա չգնահատել եւ չգնահատել Փաշինյանի հեռատեսությունը, այդ տեսակ մենք խնդրեմ ունեինք, բա որ Ադրբեջանի հետ հարաբերությունը չկարգավորեինք, բա մեր հարցերը ո՞նց էինք լուծելու։ Մեր հարցերը պետք է լուծեինք եւ կախված չլինեինք Ադրբեջանից, որովհետեւ երբ որ Ադրբեջանը ներկայացնում է, տեսեք այդ բեռները գալիս են, առաջի բեռը, եթե հիշողությունս չի դավաճանում, եկել է Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան նոյեմբեր ամսին։ Եվ գլուխը գովալով Նիկոլ Փաշինյանն ասեց, այ 3 ամիս հետո, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից 3 ամիս հետո, տեսակ, որ մենք Ռուսաստանին ավելի մոտեցանք։ Այսինքն տեսակ, որ թրիփը սկսեց գործել, չնայած թրիփի հետ դա ոչ մի կապ չուներ, ուղղակի նկատի ուներ այդ պայմանագիրը, որը Ադրբեջանի հետ ստորագրվեց Ամերիկայի միջնորդությամբ։ Այսինքն Ամերիկայի միջնորդությամբ Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելը մեզ ավելի մոտեցրեց Ռուսաստանին, բայց դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ասեց, այո, մենք էլ պետք է բանակցություններ վարենք Ադրբեջանի հետ եւ մյուսների հետ, որպեսզի նաեւ Հայաստանից բեռները դուրս գնան հակառակ ուղղությամբ։ Այսինքն ստացվում է, որ անցյալ տարվա նոյեմբերից, երբ որ Ադրբեջանը ինչ-ինչ նկատառումներով ճանապարհը բացեց եւ թույլ տվեց, որ այդ բեռը մտնի Հայաստան, դրանից հետո Հայաստանը չի կարողացել համոզի Ադրբեջանին, որ հակառակ ուղղությամբ էլ բեռ գնա, որովհետեւ համարենք, որ ընդամենը վերջերս է Ռուսաստանի հետ հարաբերությունը վատացել, բայց դրանից առաջ մենք չէինք կարող ինչ-որ բան ուղարկել Ռուսաստան Ադրբեջանի տարածքով։ Բացի դրանից, այսինքն
ոչ միայն մեզ չի հաջողվել այդ արտահանման հարցը լուծել եւ ստացվում է այնպես որ Փաշինյանն ասեց մենք կխոսենք հարցը կլուծենք հետո էլ ասեց մեր գործարարներն էլ պետք է վստահ լինեն որ երկարաժամկետ այդ ճանապարհով կարող են ապրանք արտահանել այդ դեպքում արդեն այդ ճանապարհը կաշխատի բայց անցյալ տարվա նոյեմբերից մինչև հիմա արդեն հուլիս ամիսն է մենք ոչինչ չենք կարողանում այդ ճանապարհով ուղարկել ու նույնիսկ չգիտենք պատճառն ինչ է նույնիսկ չգիտենք Ադրբեջանին դիմել ենք մերժվել ենք թե դիմել ենք չենք մերժվել թե չենք էլ դիմել թե ընդամենը հրապարակային հայտարարություն արվել որը հրապարակային էլ անարձագանք է մնացել Էլ չեմ խոսում այն մասին, որ ասում էին, երբ որ ճանապարհները բացվի, մենք կօգտվենք Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով, մենք էլ կմտնենք իրանց շուկա։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ մինչև օրս Ադրբեջանի տարածքով եկել է 40,000 տոննա բեռ Հայաստան։ 40 կիլոգրամ հակառակ ուղղությամբ բեռ գնացել է։ Ասեք գոնե իմանանք, էլի 40-ը 40-ը։ Այսինքն այս ճանապարհը գործում է ուղիղ այնքան, ինչքան Ալիևը դա ցանկանում է։ Ինչքան որ Ալիևն ասում է, ես բարի կամք եմ դրսևորում, ձեր անվտանգությունն ապահովում եմ, իսկ եթե դուք իմ ուզածը չանեք, ես այդ ճանապարհը կարող եմ փակել։ Իսկ եթե այդ ճանապարհը Ադրբեջանը փակում է, մենք այլընտրանքային ճանապարհ ունենք, թե Եվրոպայի նման պետքա ձեռք մեկնի Եվրոպան, բայց մենք շուրգանք տեսնենք, որ մենք դրան պատրաստ չենք։ Դուք ուզում եք ասեք, այսպիսի բարեկիրթ վերաբերմունքը Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորված հետագայում մեր քթից չեն հանելու։ Այդքան տենց լավ վստահում եք Ալիևին, որ այս ամեն ինչը անում է բարի կամքով, խաղաղությունն էլ ինքն է բերել, մեր անվտանգության երաշխավորն էլ հենց Ալիևն է, բա որ Հայաստանի իշխանություններն ասում են մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, հոհեմպես չէին ասում, այդ նույն բանը Ալիևն է ասում։ Լավահղում չի կատարում Հայաստանի իշխանավորներին, որ մեր անվտանգությունը ինքը ապահովում է այդ բեռները թողելով, բայց հարց է ծագում մինչև այսօր Հայաստանի որևէ քաղաքացի չի կարողացել հոդաբաş բացատրություն ստանալ։ Ինչ երաշխիքով է այդ բեռը Ադրբեջանով գալիս։ Եթե վաղը չուզի չուղարկի, մենք ինչ ունենք անելու, իսկ եթե պայմանավորվածություններ ունենք ուրիշների հետ, այդ պայմանավորվածությունների կատարումը ուզուտ պայմանավորված է Ադրբեջանի ցանկությամբ, Ալիևի ցանկությամբ։ Սա մեկ եւ փաստորեն մենք չգիտենք, ինչու մենք չենք կարողանում ապրանք մտցնել ադրբեջանական շուկա, ոչինչ չունենք առաջարկելու։ Բալեղապատար ճանապարհներն ուզում եք բացել ադրբեջանական եւ թուրքական ապրանքների առաջ։ Մեռանք բացատրելով, որ այդ ապրանքը մտավ, այդ ապրանքը մեր ապրանքի համեմատ մրցունակ է։ Եվ մենք խնդիր ենք ունենալու այդ ապրանքի իրացման հետ կապված։ Ու մի բան է, մենք այսօր սկի չենք կարողանում մեր ապրանքը իրացնել, երբ որ դրսից այդպիսի էքսպանսիա չկա։ Եվ որ ասում էինք, եթե այդ ապրանքը մտավ հայկական շուկա, դեռ ամիսներ առաջ ենք դրա մասին խոսել, որ եթե այդ ապրանքը մտավ ավելի էժան գնով, մենք դրա դեմ չենք կարող մրցակցենք։ Ուրեմն պետք է ունենանք որակյալ թեկուզ թանկ ապրանք, որ կարողանանք մտցնենք եվրոպական շուկա։ Այդ ժամանակ, երբ որ խոսում էինք, Ռուսաստանը ճանապարհը չէր փակել։ Այսինքն մարդիկ իմ ելույթները լսում են, լավ գիտեն ժամանակագրականով, որը երբ ասվե։ Որտեղ եթե մենք չենք ունենա որակյալ ապրանք, մենք նույնիսկ չենք կարողանա մտցնել ռուսական շուկա։ Իսկ եթե որակյալ ապրանք չլինի, էժան լինի, էժանին գումարես տրանսպորտ, դա էժան սեգմենտի համար մրցունակ չի լինի։ Գոնե պետքա լինի որակով ապրանք, իսկ որակով ապրանքի սեգմենտի համար բարձր գնողունակություն ունեցող եվրոպական գնորդը, եթե մի բան հավանեց, կառնի մի քիչ էլ թանկ, բայց կառնի որակով։ Ու դրա մեջ արդեն տրանսպորտային ծախսը փոքր տոկոս կկազմի։ Ու արաբական երկրներ շատ հանգիստ կմտցնենք, անապատային երկրներ են եւ նաեւ բավական բարձր գնողունակություն ունեցող նավթային երկրներ են։ Նոր ենք խոսում այդ մասին։ Չէ։
Դա նշանակում է էժան ապրանքով եվրոպական շուկա մտնելը չի աշխատելու, որովհետև էժան ապրանքի հնարավորություն Եվրոպայում շատ մեծ ունեն, դրան էլ գումարած տրանսպորտային ծախսը շատ փոքր է իրան մեկը մեկին ապրանք ուղարկելու։ Նրանց պետք է ուղղակի հայկական ապրանքը հասկանան էկոլոգիապես մաքուր է, հայկական ապրանքը որակով է, հայկական ապրանքը այն ապրանքն է, որը որ իսկապես այն սեգմենտի համար է, որը որ չի ափսոսում մի քիչ վճարել, էկոլոգիապես մաքուր ապրանք առնի կամ օրգանական ապրանք առնի։ Այսինքն սա է մեր ճանապարհը, էսա, բայց դրա համար ժամանակ է պետք, դրա համար ճանապարհ պետք է անցնենք, իսկ մինչև այդ Եվրոպան ձեռք մեկնում փորձում է մեզ օգնի, այդ ընթացքում իհարկե դժվարություններ ունենք, բայց եւ միևնույն ժամանակ մենք այս մյուս հարցերի հետ կապված չգիտենք, իսկ եթե վաղը Ալիևն ասեց ճանապարհը փակում եմ, մենք ինչ ենք անելու, որտեղից ենք բերելու, ով է մեզ ձեռք մեկնելու եւ այդ լոգիստիկ խնդիրները լուծված են թե ոչ։ Իսկ դա պետք էլ չի մեր իշխանություններին լուծել, որպեսզի մենք պարտական լինենք Ալիևին, ինչ կա չհասկանալու։ Հիմա մարդիկ ասում են, տեսակ Փաշինյանը Ալիևի միջոցով մեզ փրկեց, մեր անվտանգությունն ապահովեց։ Հիմա դուք եթե հավատում եք այս հեքիաթին, ժողովուրդ ջան, ձեզ ինչ ասեմ, բարի բախտ։ Բայց եթե սրա մեջ վտանգ չեք տեսնում, թե ոնց է ինքը աշխարհին ներկայացնում խաղաղություն բերող եւ Հայաստանին անվտանգության հարցը լուծող, եթե սրա մեջ վտանգ չեք տեսնում, ուրեմն շատ օպտիմիստ եք, բայց չհիմնավորված օպտիմիստ, ուրեմն բավարար ինֆորմացված չեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ռուսաստանը հույս չունի, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակմամբ Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերությունները կբարելավեն։ Պուտինը Բրիտանիայի նոր վարչապետի հետ շփումներ դեռևս չի պլանավորում։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ դիմել էր Պուտինին, Պուտինն էլ չի պլանավորում։ Բրիտանիայի նոր վարչապետն իր առաջին իսկ ելույթներում խոսել է Կիևին սատարելու մասին, ինչը նշանակում է, որ մտադիր է անել ամեն ինչ պատերազմը երկարաձգելու համար, նշել է Պեսկովը։ Ուշադրությամբ հետևում են, այո, որ երեք հենց Էնդի Բըրհեմը առաջի իսկ ասեց, որ 100%-ով շարունակելու ենք Կիրսթարմերի վարած քաղաքականությունը։ Գնացող անվստահություն հայտնած վարչապետի քաղաքականությունը 100% շարունակելը, դուք պատկերացրեք դա ինչա նշանակում, երեք հանգամանալից խոսել ենք այդ մասին։ Այսինքն այդ ծրագիրը, որը արվելու է, այդ ծրագիրը շարունակվելու է համառ ու վճռական։ Իմացեք ժողովուրդ ջան, ինչը վստահ ենք, ինչը չվստահ ենք, անելու ենք գնացողի ծրագիրը։ Եվ բնական բան անմիջապես Պեսկովը հասկացավ, որ հերթական անգամ հույս ունենալ, որ Մեծ Բրիտանիայի հերթական վարչապետը կփոխվի, վերջապես կգա մեկը, որ իրանց շահերը կսպասարկի, այդպես էլ տեղի չունեցավ։ Ոտը ներս չդրած, ավելի կատեգորիկ հայտարարեց, որ այս ծրագիրը շարունակելու ենք։ Եվ շարունակությունը Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բըրնհեմը ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել Մանչեսթեր, Թրամփը պատասխանել է, որ կցանկանար նման այց կատարել։ Ինչպես տեսնում եք, առաջի օրվա քայլերը, փայլուն քայլեր է անում մի մարդ, որը այնպես չի, որ այո, շատ մեծ վստահության քվեով դարձավ վարչապետ, բայց այնպես չի, որ շատ լայն հանրության համար ինքը հայտնի մարդ էր։ Բայց առաջի երկու քայլը, այսինքն ես պինդ կանգնած եմ Ուկրաինայի թիկունքին եւ այդ հարցում տարաձայնություն չունեմ իմ նախորդի հետ, եւ երկրորդ, առաջինը զանգում եմ եւ հարաբերությունները կարգավորում եմ, հարաբերությունները նորմալ պահում եմ Ամերիկայի հետ որպես թիվ 1 դաշնակից Մեծ Բրիտանիայի համար, բայց դա անում է Զելենսկուն իր օգնությունը առաջարկելուց հետո, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է լինել Ամերիկայի փոքր եղբայրը Եվրոպայում, շատ տեղերում անգամ հակասությունների պարագայում Ամերիկայի շահերը արտահայտի Եվրոպայում։ Ոչ, նա ցույց է տալիս, որ շարունակելու է այդ հարցում էլ նախորդի եւ նախորդների վարած քաղաքականությունը։ Եվրոպայի շահերը առաջին տեղում են։ Դրա համար Ամերիկային ասում ենք, ընկեր ջան, եկեք միասին այս հարցերը լուծենք։ Եվ դրա համար դրան արդեն արձագանքում է նաեւ Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ կայացած շատ լավ զրույցի մասին է հայտարարել։ Թրամփը նշել է, որ կողմերը քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային ծովի նավթը, առևտուրը, ռազմական դաշինքը եւ Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Բըրնհեմը լուրջ անելիքներ ունի, սակայն նա գլուխ կհանի դրանից, եւ Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել, ինչպես նաեւ հայտնել է մոտ ապագայում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով հանդիպելու մտադրության մասին։ Այո, առաջի իսկ աշխատանքային օրը փայլուն է սկսել նոր վարչապետը, եւ եթե նրան հաջողվի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին ասել, որ այո, քո համար էլ առաջինը Եվրոպան է, որ Եվրոպայի շահը հենց Ամերիկայի շահն է, ասել առաջինը Ամերիկանը շատ լավ է հնչում, բայց Ամերիկայի շահից է ելնում, որ ինքը լինի Եվրոպայի սերտ դաշնակիցը։ Այնց դա է առաջի հերթին Ամերիկայի համար։ Մեկուսանալ, ասել Եվրոպան օվկիանոսից այն կողմը, ավելի մեծ հարված Ամերիկայի շահերին դժվար է պատկերացնել։ Եվ ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջի քայլը բավական արդյունավետ էր։ Հետագան իհարկե կնայենք ու այդ մասին կխոսենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական արտադրանքի վրա։ Ինչպես հետևում է փաստաթղթից, լրացուցիչ մաքսատուրքերը մտցվել են ի պատասխան ամերիկյան արտադրանքի նկատմամբ Կանադայի խտրական գործողությունների։ Դրանում շեշտվում է, որ մաքսատուրքերը սահմանվում են լայն տեսական ու արտադրանքի վրա, սկսած գինուց մինչև հոկեյի մահակներ եւ ցեմենտ։ Չեմ կարծում, որ այնուամենայնիվ 1.5 տարի է Դոնալդ Թրամփը փորձում է այսպիսի մաքսատուրքերի քաղաքականությունով հաջողություն ձեռք բերի, այնպես չի, որ դա իրան հաջողվել է, ոնց որ թե ուզում էր արտաքին պարտքը, պետական պարտքը նվազեցնել, հետո ասում էր, որ այդ գումարները, որ կհավաքվի, այո, պարտքը կնվազեցնեմ, բայց երբ որ դու մաքսատուրքը ավելացնում ես, դիմացինն էլ է ավելացնում, բայց եթե քո քաղաքացին փորձում է առնել, ասենք կանադական ապրանք ստիպված ավելի թանկ առնել, այսինքն այդ փողը դու գանձում ես քո ընտրողից, քո քաղաքացուց։ Իսկ եթե ինքը որոշում է ուրիշ ապրանք առնի, որովհետև կանադականը ավելի թանկ է ստացվում, այդ դեպքում նորից ինքը թանկ է վճարում, որովհետև կանադականը մրցունակ է էժան ու որակով էր, եթե դու գինը բարձրացնում ես, ստիպված առնում է ուրիշ, առնում է ավելի թանկ ապրանք քան նախորդը, որը որ ինքը եթե չէ կանադականը էժան կառներ։ Այսինքն դա միևնույն նորից հարվածում է Ամերիկայի ընտրողի ու խաթերը, որ ուզում առնի Դոնալդ Թրամփը գրպանին։ Եվ միևնույնն է այս ընթացքը ցույց տվեց, որ մաքսատուրքեր ավելացնել, հանել, ընդամենը մի նպատակի համար էր Դոնալդ Թրամփն օգտագործում, որ իր հետ անուղղակիորեն առնչություն ունեցող կազմակերպությունները արժեթղթերի շուկայում լավ էլ առևտուր անեին, լավ իմանալով այս բանը այսպես կլինի, մյուսը այնպես կլինի։ Ու այնպես չի, որ դա հատուկ ծառայությունները չեն ֆիքսել, այնպես չի, որ չեն հասկացել, որ այդ կազմակերպությունները օգտվել են ինչ-որ ինֆորմացիայից, այլապես այդ կարգի ներդրումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում։ Հիմա էլ մաքսատուրքը կմտցնենք, հետո որոշ ժամանակ հետո կհանենք, այդպես էլ ամերիկացի արտադրողը չի կարողանա կողմնորոշվի։ Հիմա տրամադրվի ապրանք արտադրի, ծավալները մեծացնի, որովհետև Կանադայից եկածի գինը բարձրանալու է, թե չէ, հետո նորից Թրամփը մի ամիս հետո կարող է նորից հանի։ Սա տնտեսության համար երկարաժամկետ կտրվածքով շատ անարդյունավետ է, որովհետև տնտեսվարողը ցանկանում է կայունություն տեսնել, հեռանկար տեսնել, էլ չեմ խոսում այն մասին, որ կանադացիները շատ ծանր են տանում եւ իրանք անգամ այն ապրանքը, որը որ իրանց հետաքրքրում է ամերիկյան, կամած փորձում են դրանից չօգտվել։ Այսինքն ավելի շատ քաղաքական որոշում են կայացնում չօգտվել ամերիկյան ապրանքներից, իսկ Կանադային նեղացնելը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Այդ երկիրը լավ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների թևի տակ տեղավորված երկիր էր, իրան լավ էլ զգում էր Ամերիկայի փոքր եղբայր, այն դեպքում, երբ որ տարածքով Ամերիկայից մեծ է։ Ու չի եղել տենց դեպք, որ Կանադան չլինի Ամերիկայի կողքը։ Չի եղել տենց պատերազմ, որ Կանադան չլինի Ամերիկայի կողքը։ Շատ
մեծ ջանքեր է պետք Կանադայի հետ հարաբերություն փչացնելու համար։ Կարծում եմ սա երկար չի տևի, առավել ևս որ Կանադան ունի շատ խելացի վարչապետ Մարկ Քարնին, որը որ մասնագետ է այդ ամեն ինչի եւ շատ լավ կարողանա գտնի լուծումը դրա տակից դուրս գալու համար։ Իսկ հիմա մեզ համար նաեւ շատ կարեւոր է Իրան, Ուկրաինա, մենք գիտենք, որ փոխադարձ հարձակումներ եւ Ուկրաինա, Ռուսաստան եւ Իրան, Ամերիկա դրանք շարունակվում են, լարվածությունը շարունակվում է։ Հիմա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել է. ի պատասխան ամերիկյան բանակի երեկվա հարձակմանը Դարհովեյնում կառուցվող օբյեկտների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա մի քանի թևավոր հրթիռով հարված են հասցրել Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքին եւ ոչնչացրել այն։ Հիմա տեսնում եք, որ այս պատերազմը շարունակվում է, տեսնում ենք, որ այս պատերազմի շարունակվելու դեպքում ինչպիսի օպտիմիստորեն խոսում են ճանապարհի մասին, որը անցնելու է Հայաստանով, ճանապարհի մասին, որի վերահսկողությունը լինելու է Ամերիկայի ձեռքին, որովհետև ինքը 74%-ն է բաժնեմասաընկերության, կապ չունի թե ճանապարհի վերահսկողությունը Հայաստանի տարածքով են անցնում։ Ես նկատի ունեմ ընկերության մասին, իսկ դա նշանակում է Իրանի հետ հարցը չլուծեցիր, այդ ամեն ինչը մնալու է թղթի վրա, ցավալիորեն մնալու է թղթի վրա։ Ու մեզ համար նույնիսկ եթե ճանապարհը ձեռնտուել չի, խայտառակությունն է, որ Իրանը կարողանա դա կանխել։ Այսինքն նշանակում է մենք պետություն չենք։ Այն աշճանի վախենում ենք հարաբերություն փչացնելուց, որ նույնիսկ մտածում ենք, որ ավելի լավ է պրոբլեմ չստեղծենք։ Մեր տարածքով պայմանագիր կնքենք, ինչ որ բան անենք, հետո պարզվի, որ դա խնդիր կունենա։ Այդ դուք պատկերացնում եք, ինչ կարող է լինի, եթե հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն հարձակումը, որ սկսել է, չկարողանա դիմադրությունը կոտրի Իրանի, եւ Իրանն էլ ասի, «Էս չէիք, դե վեր կացեք ու ստեից գնացեք»։ Դրա համար Իրանի հետ կապված հարցը ավելի կարևոր է մեզ համար, քան Իրանի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչ Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտությանը։ Նախարարի խոսքով ստեղծված իրավիճակը ձեռնտու է Իսրայելին, ուստի հայկական պետությունը շահագրգռված չէ ներքաշվելու հակամարտության մեջ, բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, հավելել է Սմոտրիչը։ Այսինքն, ինչ է ասում Իսրայելը, սրում էր Ամերիկային, թե ինչի է գնում խաղաղության։ Այն աշճանի, որ նույնիսկ կառավարության անդամները վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տալի Դոնալդ Տրամփի հասցեին։ Այն աշճանի, որ սրտնեղված Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասում էր, «Էս ինչ եք ցես թույլ տալիս» Ամերիկայի նախագահի հասցեին։ Այսինքն այդ մակարդակի հրապարակային արճակատում էր։ Եվ այս պարագայում իրանք ասում են, չգնաս խաղաղության։ Այն մարդիկ, ովքեր համեմատաբար մեղմ բանակցողներ էին, դրանց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում էին, որպեսզի եւ հիմա ստացվեց այնպես, որ Ամերիկան խաղաղության փաստաթուղթը ստորագրեց, Իսրայելին մեղադրեց, որ դու չես ուզում խաղաղություն լինի, բայց դրանից հետո Իսրայելն ասում էր, չէ, պետք է պատերազմենք, հիմա Ամերիկան հարվածում է Իրանին, Իսրայելն ասում է, այս վիճակը մեզ ձեռնտու է, մենք չենք ուզում խառնվենք։ Շատ հետաքրքիր է, չէ՞ ստացվում։ Այսինքն մենք դրդում ենք Ամերիկային, որ հարվածի, Ամերիկան որ հարվածում է, դե մեր ուզածը անում է, այլ մենք ինչի խառնվենք որ։ Այս աշճանի բացահայտ հրապարակային բան ասելը, Ժորժ ջան, դուք հասկանում եք, չէ՞ սա ինչ է նշանակում։ Եվ սա ասում է պաշտոնյա, կառավարության անդամ։ Այսինքն այս վիճակը մեզ ձեռնտու է, դրա համար չենք մասնակցում։ Էլ ինչ խփենք մենք Իրանին, այնա լավ էլ խփում է մեր ասելով էլ։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական եւ պաշտպանական ներուժը հիմնված է հիմնարար գիտատեխնիկական առաջընթացի վրա, Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրում իր տեխնոլոգիաները զարգացնելու համար, բայց մենք պատրաստ ենք մեր նվաճումները կիսել բարեկամ երկրների հետ։ Արեֆը ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների առջև ազգային անվտանգության ապահովումը անմիջականորեն կապված է նորարարությունների ներդրման եւ երկրի գիտական ինքնիշխանության ամրապնդման հետ։
ինչը թույլ է տալիս արդյունավետորեն դիմակայել արտաքին ճնշմանը։ Սա Իրանի վերաբերմունքը, եւ մենք ինչ ենք տեսնում, որ Իրանը ասում է, որ այո, մենք մեր առաջընթացը պետք է ունենանք եւ Ամերիկան դա կանխել չի կարող։ Ժորժ ջան, դժվար չէ պատկերացնել, որ Իրանը կրոնապետական երկիր է, Իրանը ավելի հետամնաց երկիր է այսօր, թեպետ հազարամյակների պատմություն ունի, ու այն ժամանակ, որ ինքը պատմություն ուներ, Ամերիկան որպես պետություն ոչ միայն չկար, Ամերիկայի հետքն էլ չկար, սկի առաջի հիշատակումներ չկար, բայց մենք այսօրվա վիճակով ենք խոսում։ Այսինքն մենք ոնց ենք ասում, չի կարող հետամնաց մտածելակերպով Ռուսաստանը, որ իր երկիրը խայտառակ վիճակում է, Իրանից զարգացած երկրներին պարտադրի գնալ զիջումների, որ տեսա ես կանեմ, են կանեմ, ուժով քեզ կվախացնեմ եւ իմ վարքու բարքը քեզ կպարտադրեմ։ Իհարկե դա խիստ անտրամաբանական է, որ դա մեզ համար դրական համարվի։ Ցավալիորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը կշռադատված չի, ճիշտ հաշվարկած չէր այն հարձակումը, որ արեցին Իրանի նկատմամբ, լավ չէին հաշվարկել ինչ են անում, ինչ չեն անում, եւ արդյունքում եթե ստացվի, որ Իրանն ասի Ամերիկան իր առաջ դրել էր նպատակ եւ այդ նպատակին չհասավ, ուրեմն ես հաղթել եմ, կապ չունի ինչ են ավիրել, ինչին են հարվածել, ինքը ուզում էր հասնել այս բանին, ինքը իր նպատակին չհասավ, ես հաղթել եմ։ Արդյունքում ինչ է ստացվում, որ Ամերիկան մտավ մի պատերազմի մեջ, որից դուրս գալու ծրագիրը չունենալով, ստացվեց, որ Իրանը հաղթեց Իրանից ավելի հզոր, ավելի ժողովրդավար երկրին։ Հետո մենք ո՞նց ենք փորձելու զսպենք, ումով ենք փորձելու զսպենք, որ մտածենք, որ ախա դե կրոնապետությունն այդքան էլ արդյունավետ չի 21-րդ դարը։ Չնայած մեր հարևանն է, մենք չենք որոշելու, թե իրանց երկրում ինչ լինի, բայց մենք մեր կարծիքն ունենք, չէ, աշխարհը ո՞նց ենք պատկերացնում։ Այդ երկրում ինչքան դժգոհություններ կար։ Եթե դրսի միջամտությունը չլներ, բայց դժգոհությունները չեն մարդկանց փողոց անել։ Բանդեղ էլ մեր հայրենակիցներն են ապրում, քիչ ունենք իրանահայեր, ընդեղ էլ մեր հարևաննա չենք ուզենա ավելի ժողովրդավար բարեկեցիկ անվտանգ երկիր լինի։ Այսինքն ստե արդարացված չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասի խփել եմ իմ ուզածն անեմ, դե լավ, չստացվեց, հետ քաշվեցինք։ ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են Լիբանանում սկսել են գործել 3 պիլոտային գոտիներ, որոնց շրջանակներում իսրայելական զինված ուժերի կողմից զբաղեցրած տարածքը կանցնի լիբանանյան իշխանություններին։ Հայտարարության մեջ ասում է, որ գործողությունների իրականացում սկսվել է այսօր։ Այսինքն այնուամենայնիվ, ինչ էլ որ նախնական պայմանավորվեցին, Լիբանանի նախագահն է գնաց Ամերիկա, ասեց ժողովուրդ ջան, մեր տարածքից կամաց հանեք Իսրայելի։ Եվ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախ նրանից, որ այսօր տեխնիկան ավելացնում է տարածաշրջանում, միևնույնն է, ինքը այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանով ցանկանում է ճնշել, որ Իրանը գնա խաղաղության գործարքի։ Եվ այս պարագայում նույնիսկ Լիբանանի հետ կապված հարցը համարում է, որ գործին լրացուցիչ աջակցություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ամեն անգամ, երբ Իրանը սպանի ամերիկացի զինվորի, նրանք բազմապատիկ կվճարեն այդ սպանության համար։ Այս հրահանգը փոխանցվել է պատերազմի նախարար Փիթ Հեքսեթին։ Այսինքն այս սպառնալից տոնը ասվում է, տեխնիկա կուտակվում է, բայց եւ միևնույն ժամանակ սպասում են, որ Իրանը այնուամենայնիվ համաձայնվի բանակցությունների։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով։ Բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամմադ Ակրամինյան ընդգծել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո։ Այս էլ Հորմուզի նեղուցի հետ կապված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում էր, պետքա լիակատար վերահսկողություն սահմանենք։ Բայց հիմա արդեն խոսում ենք դրա մասին։ Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թույլատնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար։ Բայց իմիջիայլոց միջնորդները նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ են այս միջնորդությամբ հանդես եկել։ Սա ինչի մասին է խոսում, որ միևնույնն է, ինչքան էլ Դոնալդ Թրամփը սպառնում է, Դոնալդ Թրամփի սպառնալիքին չեն հավատում։ Այս է խնդիրը։
Սա խնդիր է նաև մեզ համար, մեր տարածաշրջանի համար։ Կարմիր ծովով փոխադրվող բեռների ապահովագրության արժեքը կտրուկ աճել է, երբ Եմենի հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին, ինչն ուժեղացրել է առևտրային նավագնացության ռիսկերը։ Հութիների այդ քայլը նոր ճակատ է բացում ԱՄՆ-ի դեմ, Իրանի հետ նրանց պատերազմի շրջանակում և ընդլայնում է համաշխարհային առևտրին ու էներգակիրների մատակարարումը սպառնացող վտանգները Պարսից ծոցի սահմաններից դուրս։ Հութիների հարցը եկել մենք այս մասին խոսեցինք, սա իսկապես խնդիր է առաջացնելու, որովհետև ինչ է ստացվում, մենք Կարմիր ծովն ենք փակում, ինչ է արվում դրա ուղղությամբ։ Այսինքն ստեղ էլ արդեն լուրջ անելիք ունեն Միացյալ Նահանգները, երբ որ ինքը փորձեց իբր թե իր վերահսկողությունը սահմանի Հորմուզի նեղուցի վրա, ինչպես տեսնում ենք, չի կարողանում վերահսկողությունը պահել Բաբ-էլ Մանդեբի նեղուցում, իսկ դա ոչ պակաս կարևոր շղթա է դեպի Կարմիր ծով, դեպի միջերկրական ծով։ Ես սրա հետ կապված իսկապես լուրջ անելիք կա, այնպես չի, որ սա նոր է ուղղակի անում, այս վերջի մի քանի տարի է, այս հարվածները հասցնում էր առևտրային նավերին, դրա համար մի մոմենտ պակասում էր, մի մոմենտ ավելանում էր, բայց սա ի վերջո խնդիրը լուծված չի, մանավանդ եթե տարածաշրջանը անկայուն է, իրանք էլ ասում են, իսկ ինչի մենք էլ չանկայունացնենք, քանի գլուխները խառն է։ Մի բան ուղղակի Facebook-ը հիշեցրեց, ես ուղղակի մի հատ արագ դա ասեմ, որովհետև շատ դեպքերում հիմա, երբ որ ինչքան խնդիրներ առաջանում է, մարդիկ մտածում են, որ այ մեր ժամանակ կամ անցյալում էսպես էր, Facebook-ն էլ ասում է ժողովուրդ ջան, եթե հանկարծ մենք էլ մոռացած լինենք։ Հիշացնում ասում է, հիշացրեք, որ անցյալում ինչ էր, որ մենք այսօր այս վիճակին ենք։ Այո, այսօրվա սխալները ասենք, բայց ոչ մի պարագայում չմոռանանք, ինչից եկանք հասանք ստեղ, հանկարծ այսօրվա սխալներով նախկինները չսրբագրենք։ Ուրեմն 2014 թվականի հուլիս Սերժ Սարգսյանը դարձել է պարտությունների խորհրդանիշ։ Այս օրերին իշխանական քարոզչամեքենան, անկախ մամուլը, անկախ ճակերտների մեջ, մի առանձնահատուկ պաթոսով է խոսում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականության մասին։ Կարծում են, որ եթե պատերազմի քարոզ անեն, դա գոնե մեր հասարակությանը կհամախմբի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի շուրջը, կամ էլ նրանք քննադատողներին կկարողանան կշտամբել, թե երկրի համար այս ծանր պահին դրա ժամանակն է։ Իրականում Սարգսյանը փորձում է իր ներքին խուճապը տարածել ողջ երկրով մեկ, դա վերագրելով մոտալուտ պատերազմին։ Պատահական չէ, որ սեփական վախերը ժողովրդին վերագրելու ակնկալիքով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, եթե ժամանակին Ադրբեջանին մեր ռազմավարական գործընկերոջ կողմից միլիարդավոր դոլարների զենքի վաճառքին հեգնանքով էր արձագանքում, թե դա իրեն չի անհանգստացնում, ապա արդեն օրեր առաջ մեր ժողովրդի անունից իր մտահոգությունն էր հայտնում նույն առիթով։ Հիշում եք, սկզբից ասել, դե սա բիզնես է, ինչ բան, հետո բա այս ինչ եք անում եւ այլ, հետո հասկացավ, որ խաղերը չանցավ, մարդիկ լավ էլ հասկանում են ինչ է կատարվում։ Թեպետ զինադադարից հետո Ադրբեջանի հետ մեր սահմանների վրա լարվածություն միշտ էլ եղել է, բայց 20 տարի թշնամին պատերազմը չի վերսկսել, այն դեպքում, երբ շփման գծում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայված չեն։ Այսինքն խաղաղությունը պահպանվում է բացառապես մեր շնորհիվ ու նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բավարար ռեսուրս չունի հարձակողական պատերազմ վարելու համար, եւ չպետք է մոռանալ, որ ստատուս քվոյի այսքան տարի պահպանվելու պարագայում Ալիևին հաջողվել է իր դիրքերն ամրապնդել այն աստիճան, որ որքան ուզենա, այդքան անգամ էլ նախագահ կդառնա։ Ուրեմն եթե անգամ նվազագույն հավանականություն տեսնի, որ կարող է սկսել պատերազմն ու պարտվել, ապա այդ քայլին հաստատ չի գնա։ Մանավանդ որ պարտության դեպքում նա կկորցնի իր պաշտոնը, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն 14 թվականին այդ վստահությունը նաև Ադրբեջանի կողմում արդեն հուլիս ամսին Հայաստանը հարցրել էր ողջունի Ռուսաստանին, որ Ղրիմը գրավել է, Արևմուտքը արդեն սանկցիաները սկսել էր կիրառել Ռուսաստանի դեմ, եւ մենք էլ ասում ենք, այդ նույն սանկցիաների պատճառով մեր դեմ էլ են թարսվելու, որտեղ իրանք սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ տուժելու են, մեզ էլ պետք է ասեն դուք օկուպանտին եք պաշտպանում։ Այն ժամանակ որ զգուշացնում ենք, հետո տեսակ ինչ եղավ։
Բացի այդ, միջազգային հանրությունը չի խրախուսում Ղարաբաղյան հարցի լուծումը պատերազմի ճանապարհով, ու եթե Ադրբեջանը վերենշված գործոններով հանդերձ գնա այդ քայլին ու դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, կնշանակի բոլոր պայմանները ծանր ու թեթև անելուց հետո է կայացվել այդ որոշումը, իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի պատասխանատու են լինելու դրա համար, քանզի միայն ձախողված երկրի պարագայում Ադրբեջանը ռիսկ կանի հարձակվել։ Այո, Ադրբեջանը ոչ միայն զինվեց, այլ միջազգային հանրության մոտ տարավ այնպիսի աշխատանք, որ ինքը եթե պատերազմ սկսի, ագրեսոր չճանաչվի, իսկ Հայաստանում դեռ գիտեին, որ հենց պատերազմը սկսի, նավթագծերի, գազի գծերի պատճառով մի քանի օրում պատերազմը կդադարի։ Դադարեց ժողովուրդ ջան, դա ենք զգուշացնում։ Ադրբեջանը պատրաստվում է վստահ լինելով, որ եթե սկսի հաղթելու է։ Եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ Ալիևը հաշվի ու եզրակացնի, որ կարող է հաջողության հասնել եւ գնա արկածախնդրության, ապա պատերազմի վերսկսման ամբողջ մեղքը Սերժ Սարգսյանինն է լինելու։ Եվ ինչպես ասում են, ահի տարին ինչ էր, որ մահի տարին ինչ լինի։ Ասել է, թե խաղաղ պայմանների իր քաղաքացիական գլխավոր հրամանատարի պաշտոնում Սարգսյանը երկիրը հասցրեց սրանկացման եզրին, թաղեց պարտքերի մեջ, արտագաղթը հասավ աղաղակող չափերի, երկրի ապագայի հանդեպ հավատը վերացավ, դրսի մեր գործընկերների գերտերությունների ու միջազգային ազդեցիկ կառույցների հետ վատացան հարաբերություններն այն աստիճան, որ բոլորն էլ ուզում են մեզ պատժած լինել, մեզ բազմավեկտոր քցողական արտաքին քաղաքականության պատճառով։ Դե չմոռանանք, որ Հայաստանի այսօրվա վարչապետն էլ է բազմավեկտոր քաղաքականություն վարում, բոլորին հասելու, որ վաղը մյուս օրը ամեն մեկը իրան քցված է զգում դրա հետ կապված։ Իսկ ումից է ինքը դա ժառանգել, ինչպես նաև սահմանադրությունը Սերժ Սարգսյանից։ Շատ բան է փոխվել 14 թվականի հուլիսի եւ 26 թվականի հուլիսի միջեւ։ Ու եթե հաղթելու համար ռազմական հզորությունից առավել կարևոր է բանակի մարտունակությունն ու երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա այժմ այս ուղղություններով էլ ենք շեշտակի անկում արձանագրել այս տարիներին։ Այնպես, որ ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմի ռազմավարական այս կարգախոսը մեր դեպքում չաշխատեց, քանի որ կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանը խաղաղություն չէր ուզում, այլ խաղաղ պայմաններում երկրի թալանելու անսահման հնարավորություն, ինչի արդյունքում էլ մեծացել է պատերազմի հավանականությունը։ Հետևաբար, պատերազմն այսօր կանխելու համար պետք է վիճակ փոխել Երևանում, այսինքն գնալ իշխանափոխության։ Իշխանափոխությունն այլևս իշխանության համար դասական պայքար չէ մեր պարագայում։ Իշխանափոխությունը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու եւ պատերազմը կանխելու միջոց է, ինչպես նաեւ զարգանալու եւ բեկում ապահովելու։ Սերժ Սարգսյանը դարձել է պարտությունների խորհրդանիշ եւ նրան չի կարելի վստահել ոչ խաղաղության, ոչ պատերազմի գործը։ Այս այն ժամանակ էր 14 թվական, սա այն ժամանակ էր, երբ որ Սերժ Սարգսյանը մեզ բացատրում էր, որովհետև 14 թվականի մայիսի 29-ի, եթե հիշում եք, ԵԱՏՄ ստեղծվելու որոշումը կայացվեց, 13 թվականի դե հիշում եք, դարձանք Մաքսային միության անդամ, այդ ժամանակ երբ որ ասում էինք, որ դա սխալ քայլ էր, մենք նույնիսկ եթե լինեինք միջանցքում, այսինքն ԵԱՏՄ-ը չմտնեինք Եվրամիության ասոցիացիում, նույնիսկ եթե վախենում էր ստորագրել միջանցքում լինելով երկուսի հետ էլ նորմալ համագործակցեինք, ավելի լավ կլիներ, քան մտնեինք միտեղ եւ խնդիրներ առաջացնենք, մեզ ասում էին ոչ, մտնում ենք ԵԱՏՄ, որպեսզի անվտանգության հարց լուծենք։ ԵԱՏՄ-ն թեպետ տնտեսական կառույց է, բայց դրանով անվտանգության հարց ենք լուծում։ Մենք էլ ասում ենք, դուք անվտանգության հարց չեք լուծելու եւ պատահական չէր։ 15 թվականի հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, բայց 16 թվականին ունեցանք քարոզիա պատերազմ։ Բա ուր էր այդ անվտանգության երաշխիքը։ Բա չենք մոռացել, չէ՞ ինչ էր կատարվում։ Իսկ 14 թվականին, երբ որ ասում էին, որ Սերժ Սարգսյանին չի կարելի վստահել սահմանադրություն փոխել, Սերժ Սարգսյանին պետքա ճանապարհ դնել, այդ ժամանակ կար ընդդիմություն, որը պայքարում էր ընդդիմության դեմ ընդդիմություն էր աշխատում, իդեմ շատ երիտասարդ խոստումնալից
Նիկոլ Փաշինյանի, որը ասում էր, որ ձեր սաղասասները դա կեղծ կատեգորիա է, սահմանադրությունը փոխել է, ճիշտ է, մի խոսքով Սերժ Սարգսյանը ճիշտ է ժողովրդյան։ Եվ որից հետո բնական է Սերժ Սարգսյանը ինչպես կարող էր այդ ընդդիմությանը առաջ քաշում չանել, մի քիչ էլ մեծացրեց, ճոխացրեց, ելքդաշինք ստեղծեց եւ մտցրեց խորհրդարան, ասեց այ ընդդիմությունը իրանք են, թե չեն մյուսներին ինչ ընդդիմություն ժողովրդյան։ Ու այն ինչ որ մենք հիմա ունենք նախկինում, երբ որ իրանք իրար ուտում են, ասում են դու ես մեղավոր, դու ես մեղավոր, մենք ախր գիտենք որ երկուստ էլ մեղավոր եք, մենք ախր գիտենք որ իրար հետ ճանապարհ եք անցել, մենք գիտենք որ իրար ձեր բռնած այդ ամեն ինչն արեցիք, որ մեր երկրում նորմալ ընդդիմություն չլինի, նորմալ այլընտրանք չլինի։ Հիմա մեկը մեկի նկատմամբ իրան խապված ու քծված է համարում, թե համարում է լավ էլ մինչև հիմա շարունակում են այդ ամեն ինչը անել, դա երկրորդ հարցն է, որտեղ իմաստը տեսնում է, ասում է լավ, համարենք, որ Նիկոլ Փաշինյանը քծեց Սերժ Սարգսյանին, բայց չենք տեսնում, որ այդ պարագայում Սերժ Սարգսյանը շատ լուրջ կորուստներ ունեցավ, լավ էլ վայելում են իրանց ունեցածն ու ամեն ինչը։ Այսինքն այդ էր միակ բանը, որը որ պետք է լիներ, հանգիստ հետ քաշված իրանց համար ապրեն եւ այլ եւ այլ։ Այսինքն այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մենք այս ինչ որ հիմա ունենք, մտնելու ենք խորհրդարան, հիմա այս ուժերը մտնելու են խորհրդարան ու նորից սկսեն այս կարգի հարցեր քննարկել։ Ով արեց, դու արեցիր, առաջ դու արեցիր, չեն արեց եւ այլ եւ այլ։ Իսկ դուք տեսնում եք աշխարհում ինչպիսի մարտահրավերներ են։ Դուք տեսնում եք, որ մի օրվա ընթացքում, մի ժամվա ընթացքում իրավիճակը փոխվում։ Փաստաթուղթ ստորագրում Ամերիկան Իրանի հետ, ասում ենք չենք հավատում այդ փաստաթղթին։ Հաջորդ օրը սկսում են իրար վրա կրակել։ Այս է։ Քանի անգամ ինչ որ մի բան փորձում են կարգավորել Ռուսաստան-Ուկրաինա, նորից տեսնում ենք չի ստացվում, չի էլ ստացվելու, մինչև չհասնեն ռազմավարական պարտության Ռուսաստանին։ Այո, երկու կողմից էլ շատ ծանր հարվածներ են հասցնում, բայց ուղղակի Ռուսաստանը շանս չունի այս պատերազմում հաղթանակ տանելու։ Իսկ ինքը եթե ցանկանում է հաղթանակ համարի մի քանի կիլոմետր վերցնի ու ասի տեսակի մուզածին հասա, քո ուզածը դա չէր։ Քո ուզածը Ուկրաինան ամբողջությամբ վերցնելն էր։ Ուկրաինայի պատմությունը կպցնեիր քեզ, որտեղ այդպես է չես կարողանում բացատրես, որ Ռուսիան եւ Ռուսաստանը, Ռոսիան դրանք տարբեր բաներ են։ Տարբեր տարածքներ, տարբեր ժամանակագրական բաներ։ Վերցնենք Ուկրաինան եւ Ուկրաինայի պատմությունը վերցնենք ու սաղ կպցնենք իրար, սաղ ասենք Ռուսաստանը։ Չի աշխատում դա։ Մարդիկ կանգնում են այդ ձեր շոունիստական ասում եք Ռուսաստանը ռուսներին։ 100-ից ավել ազգություն կա այնտեղ, ոնց ես ասում Ռուսաստանը բազմաց պետության մեջ կարող ես ասել Ռուսաստանը ռուսներին, լավ եք հաշվեցել ուժերը, բավոր հանկարծ մարդիկ պատահաբար, շատ պատահաբար կանգնեն մի քիչ պատմություն իմացող ու ասեն Ռուսաստանի էթնոսը որտեղ է զարգացել։ Ցույց տվեք, այդ տարածքը ասում ենք ձերն է, որտեղ է ռուս ժողովուրդը ծագել, աճել, մեծացել եւ ստեղծել պետություն։ Ցույց տվեք։ Որտեղ լոքեկանում Ուդմուրտն է, Բաշկիրն է, Կալբիկն է, Յակուտն է, դուք ուր եք ժողովուրդ, ձեր պետությունն ուր է, ձեր պետությունը Ռուսաստանն է, հենց որ ասում ես մենք ռուս ենք, մեր ազգը, ասում են ձեր ազգի պատմական էթնոսը որտեղ է զարգացել, որտեղ է ծիլ տվել, մի հատ տեղը ցույց տվեք, չկա այդպես բան ժողովուրդ, ուղղակի չկա։ Ստիպում եք, որ մարդիկ այդ հասկանան ամեն մեկը իր ուզածը վերցնի, շուրգակ տնակ դուք պետություն չունեք։ Այդ խելքով էլ ուզում եք Հայաստան կառավարեք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։